Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։ Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով պետական մաքսային կոմիտեին գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից, ընդ որում ներմուծման գումարը ըստ հրապարակումների կազմել է ընդամենը $960։ 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 14.13 միլիարդ դոլար է։ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 4%-ով։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը կազմել է 5 տրիլիոն 325 միլիարդ 691 միլիոն դրամ։ Նախորդ տարի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել 25670 անձի, որոնցից 19367-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ են։ Ընդհանուր առմամբ 36676 տեղահանված արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Տեղահանված անչափահասների թիվը կազմել է շուրջ 28000, որոնցից արդեն 12000-ը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն գրավորման եղանակով։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում կառուցվել, վերակառուցվել եւ նորոգվել է ընդհանուր 504 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Աշխատանքների հիմնական մասը բաժին է ընկնում հիմնանորոգմանը։ 504 կիլոմետր ցուցանիշը չի ներառում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները։ Միացյալ Թագավորության Գանձապետարանը հրաժարվել է հատկացնել 200 միլիոն ֆունտ ստերլինգ Ուկրաինայում հրադադարից հետո բրիտանական զորքերի հնարավոր տեղակայման նախապատրաստական աշխատանքների համար։ Արդյունքում Պաշտպանության նախարարությունը ստիպված է ինքնուրույն ֆինանսավորել այդ ծախսերը։ Առաջիկա 4 տարիներին գնահատվող շուրջ 28 միլիարդ ֆունտ ստերլինգի ֆինանսավորման դեֆիցիտի պայմաններում։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հայտարարել էին, որ հրադադարից հետո նախատեսում են մասնակցել Ուկրաինայում անվտանգության ապահովման նախաձեռնություններին։ Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է տնտեսական աճի իր կանխատեսումը հղում անելով էներգակիրների գների բարձրացմանը եւ մատակարարումների խափանումներին, որոնք պայմանավորված են Իրանի պատերազմով։ Արժույթի միջազգային հիմնադրամը նաեւ նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է մոտենալ ռեցեսիայի, եթե հակամարտությունը սրվի, իսկ նավթի գները մինչեւ 2027 թվականը մնան 1 բարելի համար $100-ից բարձր։ 2025-26 ֆինանսական տարվա արդյունքներով Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Մարտի 31-ին ավարտված հաշվետու տարում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $151 միլիարդ։ Տվյալները ցույց են տալիս, որ առևտրաշրջանառության աճը հիմնականում պայմանավորված է ներմուծման բարձր ծավալներով, ինչը մեծացնում է կախվածությունը չինական մատակարարումներից։ Չինաստանի տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ աճել է 5%-ով, հասնելով 33.4 տրիլիոն յուան։ Չինաստանի բնակչության մեկ շնչին ընկնող տնօրինելի եկամուտները հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել են 4.9%-ով, հասնելով 12782 յուան։ Այդ թվում քաղաքային բնակիչների եկամուտները բարձրացել են 4.2, իսկ գյուղական բնակչությանը 6.1%-ով։ Խաղաղություն, սոցիալական բնույթի բարեփոխումներ ու պետական համակարգում փոփոխություններ։ Սրանք վերջին 5 տարիների գլխավոր ձեռքբերումներն են ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ու կան այնպիսի փոփոխություններ, որոնցից հետագայում գրեթե անհնար կլինի հետ քայլանել։ Օրինակ, որոշիչ փոփոխություններ են կատարվել կրթական ու շինարարության ոլորտում, բանակում, պետական բյուջեի հավաքագրման գործընթացում, ու թեև կառավարության կատարողականի ներկայացման հիմնական շեշտադրումները դրական փոփոխությունների վրա են դրված, այնուամենայնիվ Փաշինյանը նաև բաց թողումներ է արձանագրում, մասնավորապես ջրային ու արդարադատության ոլորտներում։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է եւ սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ այսպես ասած արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել եւ առերեսվել դատական համակարգում արկա իրավիճակի։
Ցանկացած երկրի տնտեսական համակարգ ուղիղ կապակցված է տվյալ երկրի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ։ Ըստ Փաշինյանի, երբ երկիրը գտնվում է էսկալացիոն ռիսկերի տակ, իշխանությունների առաջին միտքը բյուջեի գումարները սոցիալական բնույթի նախաձեռնություններին ուղղելը չէ։ Առաջին հերթին երկրում անվտանգության զգացողություն ու պայմաններ է անհրաժեշտ ապահովել։ Ցանկացած էսկալացիա հանգեցնում է չնախատեսված ծախսերի։ Խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն, որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞, բերում դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք։ Փաշինյանն ասում է, չգիտի էլ ինչ պետք է անեին, որ չեն արել մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար ու որպես օրինակ բերում է նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումը, հետվճարի համակարգի գործարկումը, սոցիալական ոլորտի չեմպիոն, վարչապետի որակումն է իր գլխավորությամբ գործող թիմի մասին։ Մյուս կողմից էլ Փաշինյանն ընդունում է, որ դեռևս կան հարցեր, որոնք իրենց լուծումը չեն ստացել, բայց սա էլ իր բացատրությունն ունի։ Մենք մեծ խնդրեմ ունենք վթարային շենքերի հետ կապված հանրապետությունում, բայց դա ինչ որ առումով սոցիալական ծրագիր է, բայց ինչ որ առումով մենք չենք կարող ուղղակի սոցիալական 100% տրամաբանությամբ մոտենալ այդ հարցին, դա նաև տնտեսական զարգացման եւ ներդրումային հնարավորություններ է, որտեղ կառավարությունը կմասնակցի։ Ընդ որում ես վստահություն ունեմ, որ Երևանում մենք այդ մտածած բանաձևում 100%-ով կլուծենք հարցերը, լավ 90%-ով, մնացած տեղերում էլ որոշակի մեխանիզմների պատկերացումներ ունենք, որ վթարային շենքերի խնդիրները լուծվի։ Եկամտային հարկի վերադարձի շրջանակում պետությունը քաղաքացիներին է վերադարձրել 324 միլիարդ դրամ։ Ենթադրվում է, որ այն քաղաքացիները, ովքեր օգտվել են այս ծրագրից, ունեն աշխատանք, կայուն եկամուտ, ինչի միջոցով էլ գեներացվում է հիմնական արդյունքը, որով պետությունը սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Իշխանությունների սոցիալական քաղաքականությունն ուղղված է աշխատող մարդուն աջակցելուն։ Ոնց կարա այնպես լինի, որ չաշխատելը ավելի շատ եկամուտ բերի, քան աշխատելը։ Սա անտրամաբանական է եւ անընդունելի է, եւ մենք մեր սոցիալական քաղաքականությունները պետք է այս ուղղությամբ վարենք։ Վերջում Փաշինյանը հորդորում է պարտաճանաչ վճարել հարկերը, խանութից դուրս չգալ առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Սա կընդլայնի սոցիալական նախագծերն ավելացնելու եւ բարելավելու հնարավորությունները։ «2027 թվականի հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան հալալ մակնշման վկայականներ։ Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության եւ Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարեւորությամբ, ինչպես նաեւ հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությամբ։